Բողոքներ ենք ստանում, որ տրանսպորտում վճարելուց հիմնականում խուսափում են երիտասարդները, գործակարգավարական նիստում հայտարարել է Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետն ընդգծել է, որ կա հանրային պահանջ խստացնելու վերահսկողությունը տրանսպորտում։ Կա հանրային պահանջ խստացնելու վերահսկողությունը տրանսպորտում։ Վստահաբար կա հանրային պահանջ, այսինքն մարդիկ ինձ գրում են, ասում են շատերը չարամտորեն, հիմնականում երիտասարդները չարամտորեն խուսափում են վճարելուց եւ ակնկալում են, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Վաստավորապես գիտեմ, որ այս դեկտեմբեր ամսվա ձեր հաստիքացուցակում փոփոխություն է լինելու եւ նոր մարդիկ են ավելանալու վերահսկողությունը ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Ծառայությունը ավելի զգոն է, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի կարծում, որ հիմա սահմանին լարվածության մասին մտահոգություն կարող է լինել։ Սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում են կամանորին։ Այո, տոնական օրերին բնականաբար ծառայությունն ավելի զգոն է, նշել է նա։ Նախարարի խոսքով հաշվի առնելով եղանակային պայմանները, բուքն ու քամին, հիմա զինված ուժերն արդեն խնդիրներով է մտահոգված։ Եթե Երևանում կամ մեր մարզերում կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն։ Մենք մինչև 3500 մետր բարձրության դիրքեր ունենք։ Դուք հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը եւ արդեն հոկտեմբերից կարող է նաեւ ձյան շերտ այնտեղ տեսանելի լինել։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Դեկտեմբերի 15-ին ժամը 8:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա զինվորականը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կիլոմետրի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի եղևնիների եւ հայտնվել դաշտում։ Վարորդը տեղում մահացել է, նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Տեղեկությունը տրամադրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Վանաձորում 22-ամյա երիտասարդը վթարի է ենթարկել ճանապարհն անթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին։ Վարորդը չի դիմել փախուստի, ահազանգել է շտապօգնության, տեղում արձանագրվել է հետիոտնի մահը։ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են Կոտայքի մարզից դեպի Երևան ուղևորվող մեքենաները ժամը 7:50-ի դրությամբ։ Ձախ կողմից ավտոմեքենաների հոսքն է դեպի Երևան, այսօր առավոտյան ժամը 7:50-ին Կոտայքի մարզի կողմից։ Տեսանյութին կից գրել է վարչապետը իր տելեգրամյան ալիքում։ Դեկտեմբերի 15-ին ժամը 9-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք եւ մառախուղ է, տեսանելիությունը 10-ից 15 մետր։ Հայաստանի միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն իրականացնում են մաքրման եւ մշակման աշխատանքներ։ Ստեփան-Զվինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար։ Երևանում դեկտեմբերի 14-ին վարվել են գլխավոր տոնածառի լույսերը Եվրատեսիլի մեր պատվիրակ Ալբերտի Braveheart երգի կատարմամբ։ Ամանորյա տոնական միջոցառումների եւ ձևավորման բյուջեն կազմել է 607 միլիոն 645 հազար դրամ։ Թե միջոցառումից առաջ թե հետո մետրոն, ավտոբուսները եղել են մարդաշատ, երթևեկությունը կատվածահար։ Վերջերս ապօրինի կալանքից ազատ արձակված Լինդիա Մանթաշյանը տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում ծաղրելով իր դեմ առաջադրված կեղծ մեղադրանքը։ Տեսանյութում նշվում է, որ ԱԲԿ-ը քայլում է Երևանի փողոցներով, անցնում կառավարության շենքի կողքով եւ նույնիսկ ազգային ժողովի կողքով։ Երկար տարիներ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո 84 տարեկանում մահացել է Ռուսաստանաբնակ հայազգի դերասան, հեռուստահաղորդավար եւ կոմպոզիտոր Լևոն Օգանեսովը։ Լուրը հայտնել է նրա դուստրը։ Մագատեն վերսկսել է ստուգումների Իրանում, բայց առանցքային օբյեկտների հասանելիություն դեռևս չկա։ Տեսուչներին թույլատրվում է մտնել միայն այն օբյեկտներ, որոնք չեն ենթարկվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներին, ասել է գործակալության գլխավոր տնօրենը։ Նաթան Զում Սպահանում եւ Ֆորդոյում գտնվող 3 օբյեկտները նրա խոսքով ավելի կարևոր են, քանի որ դրանցում դեռևս զգալի քանակությամբ միջուկային նյութեր եւ սարքավորումներ կան, եւ տեսուչները պետք է վերադառնան այնտեղ, ասել է նա։ Սիդնեյում հրեական տոնակատարության ժամանակ 15 մարդու սպանած 2 զինված անձինք հայր եւ որդի են, Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է ոստիկանությունը։ Հայրը 50-ամյա Սաջիդ Աքրամը մահացել է դեպքի վայրում, իսկ 24-ամյա Նավիդ Աքրամը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փորձում են զանգվածային հարձակում իրականացնել Մոսկվայի վրա։ Մայրաքաղաքին մոտեցող 12 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Լոս Անջելեսի իրենց տանը մահացած են հայտնաբերվել ռեժիսոր Ռոբ Ռեյները եւ նրա կինը Միշելը։ Հայտնել են միջազգային լրատվամիջոցները։ Նրանք եղել են տանկահարված, իսկ տունը հրդեհված։ Նախնական տվյալներով զույգը սպանվել է իրենց թմրամոլ որդու կողմից։ ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին Ուկրաինան պատասխանել է, որ Կիևը պետք է պահպանի վերահսկողությունը երկրի արևելքում գտնվող այն տարածքների նկատմամբ, որոնք ներկայումս գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ եւ որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկզբում ցանկանում էր փոխանցել Ռուսաստանին։ Ուկրաինայի եւ Եվրամիության 20 կետից բաղկացած պատասխանը Վաշինգտոն է ուղարկվել չորեքշաբթի, դեկտեմբերի 10-ին։ Ըստ The New York Times-ի հեռացվել են ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի այն կետերը, որոնք հատում էին Ուկրաինայի կարմիր գծերը։ Վիճելի կետերից մեկը վերաբերում էր Դոնբասի տարածքներին, իսկ մյուսը Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելուն։ Կիևը ցանկանում է գոնե պաշտոնապես պահպանել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության սկզբունքը։ Ամերիկյան խաղաղության ծրագրին Ուկրաինան պահանջել է նաև իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ Ռուսաստանի հնարավոր ապագա ագրեսիայից պաշտպանվելու համար։ Այս հարցերի շուրջ բանակցությունները հավանաբար կշարունակվեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ եվրոպացի առաջնորդների հետ Թրամփի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու Բերլինում դեկտեմբերի 15-ին։ Մինչ բանակցությունները շարունակվում են, ռուսական կողմը սահուն քայլերով առաջ է անցնում առաջնագծում եւ նոր տարածքներ վերցնում իր վերահսկողության տակ։ Այս ամենի ֆոնին Ֆրանսիայում զանգվածային բողոքի երթ է իրականացվել։ Մասնակիցները կոչ են արել դադարեցնել ռազմական էսկալացիան եւ արտասահմանի ներգրավվածությունը ուկրաինական հակամարտության մեջ։ Նրանք պաստառներ են պահել, որտեղ գրված է եղել «Դադարեցրեք ՆԱՏՕ-ի պատերազմը, Մակրոն, մենք չենք մեռնի Ուկրաինայի համար»։ Шановні українці, зараз готуємося. Ուկրաինայի նպատակը ՆԱՏՕ-ի միանալն էր, սակայն Եվրոպան եւ ԱՄՆ-ն չաջակցեցին այդ գաղափարին։ Իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Զելենսկին։ Ես չեմ կարճում աթոռից եւ եթե ընտրություն լինի, պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման, հայտարարել է նա։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ օգնություն է խնդրել եվրոպացի եւ ամերիկացի գործընկերներից ընտրության ժամանակ անվտանգության ապահովման հարցում։ Զելենսկին արդեն ժամանել է Բերլին, որտեղ տեղի են ունենալու եռակողմ բանակցությունները։ Գերմանիայում է նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Դեկտեմբերի 9-ին Իվանովոյի մարզում Ռուսաստանի պաշտպանության նախարարության AN-22-ի կործանման տեսանյութն է հրապարակվել։ Ինքնաթիռը սկսել է քանդվել դեռ օդում, ինչի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել։ Սարատովի մարզում փրկարարները տարհանել են 200 մարդու, այդ թվում 50 երեխայի, որոնք մնացել էին մայրուղիների ձնաբքի մեջ։ Տարհանվածների շարքում կան վիրավորներ, որոնք ապաստան են ստացել մոտակա գյուղում ստեղծված ժամանակավոր կացարանում։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան շարունակում է տոներին նախապատրաստվել է փողոցներն ու հասարակական վայրերը զարդարելով վառ թեմատիկ ձևավորումներով։ Քոլեջների ուսանողներն այս տարի մասնակցել են կլինիկաների եւ հիվանդանոցների նախագծային հայեցակարգի մշակմանը։ Այգիները, հրապարակները նույնպես զարդարվել են։ Մոտ ապագայում տոնական զարդարանքներով կբողոքվեն նաեւ սոցիալական ենթակառուցվածքների այլ օբյեկտները։ Կադրերում երևում են ամանորյա գունագեղ տոնածառները, նորարարական տեխնոլոգիաներով ձևավորված աքսեսուարները։ Բոլոտնայա հրապարակում անցորդների համար բացվել է նվերների գործարանը, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են ստեղծվում եւ ամանորյա փաթեթավորում ստանում տարբեր իրեր։ Մարոկոյում ջրհեղեղի հետևանքով 70 բնակելի շենք եւ խանութ մնացել են հեղեղումների տակ։ Հաղորդվում է 32 վիրավորի մասին։ Վնասվել են քաղաքի որոշ ճանապարհներ եւ խցանում առաջացրել նավահանգստային քաղաք տանող եւ հետադարձ մի քանի երթուղիներում։